Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման արգելափակմանն ու բոյկոտին, ինչպես նաև այս երկրի բնական գազից Հայաստանի կախվածությանը։ Այնուհետև կխոսենք Հայաստանի համար ադրբեջանական և թուրքական երկաթուղային ցանցերի մասնակի բացման մասին, ապա հաղորդումը կեզրափակենք բիզնեսին վերաբերող այլ նորությունով։ Ռուսաստանը շինծ ու պատճառներով արգելափակել է հայկական բազմաթիվ ապրանքների մուտքը, սկսած կոնյակից, ծաղիկներից, վերջացրած ամենակարևորով՝ սեզոնային մրգերով, որոնք ամենաշատն են տուժում, քանզի դրանք պետք է սեղմ ժամկետներում հասցվեն սպառողներին։ Սա ակնհայտորեն Ռուսաստանի պատասխանն է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը դեպի ԱՄՆ և ԵՄ։ Այս բոլոր սահմանափակումները խախտում են Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության կանոնները, կառույց, որի անդամ է Հայաստանը։ Սա մեծ ազդեցություն ունի գյուղտնտեսության ոլորտում մեր արտադրողների վրա և որքան երկար դա տևի, այդ ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Իրականում սա ծանր հարված կհասցնի մեր բնակչության ամենաաղքատ շերտերին։ Սա առևտրային պատերազմ է, որին մենք ոչ մի կերպ պատրաստ չենք, հաշվի առնելով ռուսական շուկայից մեր չափազանց մեծ կախվածությանը։ Ի պատասխան մեր կառավարությունն ակտիվացրել է ջանքերը սուբսիդիաներ տրամադրելով գյուղացիներին Ռուսաստան իրենց ապրանքների չարտահանման հետևանքով կրած վնասը փոխհատուցելու համար։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն նույնպես ակտիվացրել է ջանքերը, որպեսզի Ռուսաստան չարտահանված որոշ ապրանքներ արտահանվեն Եվրոպա, և այդ նպատակով արդյունավետ կերպով իջեցրել է մաքսատուրքերը և ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանից գնումներ կատարելու համար։ Նույնիսկ ԵՄ ոչ անդամ երկրները, ինչպիսին է Ուկրաինան, իրենց ներդրումն են ունենում այս հարցում։ Սա շատ լավ է, սակայն երբ խոսքը մի քանի 100 միլիոնից մինչև $1 միլիարդ արտահանման մասին է, կախված նրանից, թե ով է հաշվարկը անում, ապա տնտեսական խորհրդանշական այս ժեստերը չեն կարող եղանակ փոխել։ Մեր ապրանքները ԵՄ արտահանելու երկարաժամկետ խնդիրն իրականում շատ ավելի կառուցվածքային է։ Մեր արտադրանքներից շատերը չեն համապատասխանում նրանց չափանիշներին։ ԵՄ-ն շատ խիստ կարգավորող չափանիշներ ունի, որոնց մեր արտադրողներից շատերը գործնականում սովոր չեն, և այդ ապրանքները չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին։ Միևնույն ժամանակ այստեղ նաև այդ ապրանքները խանութներ հասցնելու հարց կա։ Դուք կարող եք մուտք գործել տվյալ շուկա, բայց դա չի նշանակում, որ կլինեն սուպերմարկետներ, որոնք պատրաստ են թույլ տալ, որ վաճառեք ձեր ապրանքները կամ օգտագործեք իրենց ցուցափեղկերը դրանք գովազդելու համար։ Այս ամենը կարող է մեր արտահանման շուկաների բազմազանեցման առաջին քայլը լինել։ Մի բան, որ մենք պետք է անենք։ Սակայն յուրաքանչյուր ոք, ով պատրանքներ ունի, թե այս գործընթացն անցավ կլինի կամ սահուն, առանց խնդիրների, ինքնախաբեությամբ է զբաղվում։ Ռուսաստանի հետ այս առևտրային պատերազմի պայմաններում առաջին պլան է գալիս ռուսական բնական գազից մեր կախվածությունը։ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների և արտադրանքի առումով ամենաշատ կախվածությունն ունենք հենց այստեղ, քանզի մեր բնական գազի ավելի քան 80%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Մնացածը ներմուծվում է Իրանից և էլեկտրաէներգիայի վերածվելով վերադառնում է Իրան։ Առևտրային պատերազմի համատեքստում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ որպես լծակ մի քանի տարբերակ ունի։ Ամենածայրահեղը կլինի գազի մատակարարման փաստացի դադարեցումը, ինչը քիչ հավանական է։ Մյուսը գազի գնի բարձրացումը, և եթե նրանք բարձրացնեն գինը, այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, մեր տնտեսության համար կորուստները կկազմեն կես միլիարդից մինչև $1 միլիարդ, կախված նրանից, թե ով է հաշվարկում։ Անհավանական է, որ Ռուսաստանը դադարեցնի բնական գազի մատակարարումը Հայաստան, քանզի դա կնշանակի այրել վերջին կամուրջները, բայց ես անկասկած տեսնում եմ, որ նրանք կբարձրացնեն գինը, ամփոփելով. Հայաստանն իրականում այլընտրանք չունի ռուսական բնական գազին, քանզի կարճաժամկետ միակ իրատեսական այլընտրանքը կլինի իրանական գազը, իսկ ներկայում Իրանն ինքը մատակարարման խնդիրներ ունի, հատկապես պատերազմից հետո։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից գազի ներմուծմանը, ապա գործնականում դա էլ տարբերակ չէ, քանզի այս երկիրը բավարար պաշարներ չունի և ակնհայտ է, որ քաղաքական տեսանկյունից այս տարբերակը ևս կենսունակ չէ։ Ռուսական գազի միակ իրական այլընտրանքը թուրքմենական գազն է, քանզի Թուրքմենստանն ունի խողովակաշարեր, որոնք անցնում են Իրանով։ Սակայն սա իր հերթին քաղաքական խնդիրներ է առաջացնում, քանզի դրա համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի թույլատվությունը, հաշվի առնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ Ռուսաստանն իր հերթին ուժեղ ճնշում կբարձրացնի Թուրքմենստանի վրա, որպեսզի այն գազ չարտահանի Հայաստան։ Այնուամենայնիվ, Թուրքմենստանը գազի հսկայական պաշարներ ունի, այնպես որ տարբերակներ կան, բայց կարճաժամկետ հեռանկարում սա Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ամենախոցելի կետն է։
Հիմա անցնենք հայ ներմուծողների եւ արտահանողների համար ադրբեջանական եւ թուրքական երկաթուղային ցանցերի մասնակի բացման թեմայի քննարկմանը։ Սկսենք ադրբեջանական կողմից։ Լրատվամիջոցները գրեթե ամեն օր հաղորդում են, որ ադրբեջանական երկաթուղիներով հիմնականում Ղազախստանից կամ Ռուսաստանից պարարտանյութեր, նավթամթերք կամ ցորեն է տեղափոխվել Հայաստան։ Իրականում սա ավելի շատ քաղաքական հարց է, քան առևտրային։ Ներմուծված այս ապրանքները կազմում են մեր երկիր ներմուծվող ապրանքների 1%-ից էլ քիչ մասը։ Իրականում փաստացի տարբերություն չկա, այս ապրանքները տեղափոխվում են Ադրբեջանի երկաթուղային ցանցով, թե Ռուսաստանից կամ այլ երկրից, Վրաստանի տարածքով Հայաստան են առաքվում բեռնատարներով կամ երկաթուղով։ Մենք արդեն 25 տարի այս բեռնափոխադրումներն իրականացնում ենք առանց որևէ խնդրի։ Հետևաբար Ադրբեջանի երկաթուղային ցանցի օգտագործման տարբերությունը շատ փոքր հարց է։ Հիմա անցնենք թուրքական երկաթուղային ցանցին։ Մի քանի շաբաթ առաջ մեծ շուկով հայտարարվեց, որ թուրքական երկաթուղային ցանցը փաստացի բաց է հայ ներմուծողների եւ արտահանողների համար։ Իրականում այստեղ խոսքը ներմուծողների մասին է, քանզի մենք գործնականում ոչինչ չենք արտահանում Թուրքիա։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Փաստացի սա նշանակում է, որ թուրք արտահանողները նախկինում ստում էին իրենց արտադրանքի վերջնակետի մասին։ Նախկինում նրանք նշում էին Վրաստանը։ Հիմա կարող են անկեղծ լինել այս հարցում եւ գրել, որ վերջնակետը Հայաստանն է։ Սա թերևս միակ փոփոխությունն է։ Սահմանների, մասնավորապես դեպի Թուրքիա երկաթուղային ցանցի լիակատար բացումից զատ, սա ընդամենը շատ փոքր, բայց խորհրդանշական առաջին քայլ է։ Ուրիշ ոչինչ։ Իրականում քաղաքական նկատառումների եւ Բաքվի ճնշման պատճառով քիչ հավանական է, որ առաջիկայում Թուրքիան վերաբացի Հայաստանի հետ սահմանը։ Այսպիսով մեր կառավարությունը եւ ԵՄ-ում մեր բոլոր բարեկամներն այս ամենը մեծապես չափազանցնում են, ցույց տալու համար, որ իրականում առաջընթաց կա։ Չնայած նրանք գիտեն, որ սահմանի բացումը քիչ հավանական է եւ իրադրությունը, որ ունենք հիմա, հավանաբար կշարունակվի ապագայում։ Թուրքիայի հետ սահմանը բացելու այս կառավարության ջանքերը գովելի են, բայց հանուն արդարության պետք է ասել, որ դրանք մինչ օրս լիովին ձախողվել են։ Հաղորդումը եզրափակենք տվյալների կենտրոնների հայկական ընկերությունների, մասնավորապես դեպի Ղազախստան Firebird ընկերության ընդլայնման քննարկմամբ։ Ղազախստանի կառավարությունը $10 միլիարդ պայմանագիր է կնքել չիպեր արտադրող ամերիկյան հսկա NVIDIA-ի եւ ամպային ծառայություններ մատուցող հայ-ամերիկյան Firebird ընկերության հետ Ղազախստանի հյուսիսային Պավլոդարի շրջանում տվյալների կենտրոնների հովիտ ստեղծելու համար։ Այս գործարքը դիտվում է որպես Ղազախստանը գլոբալ թվային կենտրոնի վերածելու ավելի լայն ջանքերի անկյունակար։ Ղազախստանը վերջերս ընդունել է Թվային Ղազախստան զարգացման ռազմավարություն, որը նպատակ ունի մինչև 2029 առաջնորդելու երկրի վերափոխումը տնտեսական այնպիսի մոդելի, որտեղ աճը եւ արտադրողականությունը հիմնականում պայմանավորված են գիտելիքներով, նորարարությամբ եւ թվային տեխնոլոգիաներով։ Նրանք, ովքեր չգիտեն Firebird-ի մասին, պետք է ասեմ, որ այս ընկերությունը Հայաստանում ստեղծում է միլիարդավոր դոլարների արժողությամբ տվյալների կենտրոն, որի կառուցումը դեռ ընթացքում է։ Եվ իրականում տեսնում ենք, որ Firebird-ը դառնում է այն ընկերությունը, որի հետ բոլորը համագործակցում են տարածաշրջանում ընդլայնվելու համար։ Սա հսկայական նվաճում է։ Մենք ունենք հայկական ընկերություն, որը խթանում է տվյալների կենտրոնների զարգացումը մեր տարածաշրջանում, այս դեպքում կենտրոնական Ասիայի ամենակարևոր երկրում, եւ միևնույն ժամանակ համագործակցում է աշխարհի ամենաարժեքավոր ընկերության, այս դեպքում NVIDIA-ի հետ։ Մեր տարածաշրջանում Հայաստանն ապագայում շատ ավելի կարևոր դեր կունենա, քան շատերը կարծում են։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Հայայի պահպանյան, սուրբ պատվական հաճույքը քույր խաղաղության, հրամանատարությունը, աղբիս բանակահայոց